որ հարյուրավոր, հա, հարյուրավոր քահանաներից, ամուսնացյալ է թվում քահանաներից Նիկոլ Փաշինյանը կարողացավ պոկել ընդամենը 3-ին, ընդ որում մեկը վաղուց տաքսի էր վարում Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ սրբազաններից, ասենք բարձրագույն իշխանությունից 10-ին։ Ասեմ։ Ոնց ստացվեց, որ քահանաները փաստորեն ավելի նվիրված էին, եթե այս գնահատականը տեղին, հա, եկեղեցու։ Օրինակ, ասենք զուտ տեսականորեն, իսկապես շատ ճիշտ դիտարկում է, որտեվ սրբազանները իրանք բավականին բարձր պաշտոն են զբաղեցնում։ Թեմակալ առաջնորդներ Հայաստանի ներսում, Հայաստանից դուրս, կառույցների ղեկավարները շփվում են շատ մեծ շրջանակների հետ, այդ թվում նաև աշխարհականների, այդ թվում նաև այն երկրների իշխանությունների, որտեղ իրենք հոգևոր ծառայություն չեն մատուցում։ Իսկն շատ բնական ու նորմալ է։ Հիմա ինչ է կարծում, այդ երկրի հատուկ ծառայությունները հաշվի առնելու այս կամ այն բարձրաստիճան հոգևորական, ասենք թեմակալ առաջնորդի, որը լավ իմանալով մեր եկեղեցու ազդեցությունը եւ մեր երկրի քաղաքացիների, մեր ժողովրդի եւ պետության վրա խիստ մեծ է։ Բայց իրանց համար կարևոր չէ, օրինակ իրենց ցանցում, որ հայտնվի մի թեմակալ առաջնորդ, օրինակ տեսականորեն եմ ասում, որը վաղը չմիսօրը հնարավորության սահմաններում անուղակի իրանց օգնելով, օժանդակելով բավականին բարձր պաշտոններ նստի։ Նորմալ ենք չէ՞ ընդունում։ Հետո գայթակղությունները մեծ են, որտեղ այդ մեծ շփումները, մեծ շրջապատը, իսկ մեր սովորական ամուսնացել քահանան իր ծառայությունը իր հոտին, իր գյուղի կամ գյուղերի կյանքին ամբողջ օրը, հա։ Տարբերություն է։ Բայց իրենց էլ փորձեց ինչ է գայթակղել ամեն։ Ուրեմն ես նոր չեմ ասում, այն մարդիկ, ովքեր փոքր գայթակղությունների դաշտում են, խոսքս ամուսնացել քահանաների մասին, հա։ Օրինակ այդ Սոպիկ Ասատրյանը ինքը փառասեր ահավոր, մեծամիտ, այդպես գլուխ գովան, սուտի գողական, sense բան թզվեով, բան ակնոցով, բան փուճիկ, բուտաֆորիա։